Ինչու է կառավարությունը արցախցիներին զրկում ֆինանսական աջակցությունից։ Ինչ պատասխանեմ, ոչ մի բան չեմ կարող ասել, ոնց ուզում են ունեց անում են։ Արցախցիները զրկվեն ֆինանսական Չէ, ինչի զրկվեն, մարդ չեն, հայ չեն, ուրիշ բան չունեմ ասել։ Ես չեմ լսել, որ զրկել են ֆինանսական աջակցությունից, նորից աջակցությունը շարունակվում է այն մարդկանց համար, որոնք ավելի խիստ կարիք ունեն։ Իսկ ո՞նց են իմանում, որ արցախցին ավելի խիստ կարիք ունի։ Արցախցիների մեջ էլ կան փողատերեր, ավելի ապահով ու կա ոչ ապահով։ Ինչ ասեմ, ես չգիտեմ։ Մենակ սոցիալական ոչ միայն չէ, բոլոր իրավունքներից զրկում են, որովհետև թուրքեր են նստած մեր իշխանությունում, ուրիշ ոչ մի բանի համար։ Որովհետև իրանք թուրք են, ընդհանրապես, իսկ թուրքը երբեք հային լավ բան անել չի կարող։ Անարդար է, ինչ որ կատարվում է մեր երկրի ու արցախցիների հետ, անարդար է։ Ընդհանրապես, այն որ ասում էի տաքսիոյասն է, էլի, հրեական տենց անեկդոտ կա։ Մարդիկ այնքան բան են հասկացել ու հասկանում։ Ձեռքները ճար չկա արցախցիների, ոչ էլ մեզանից են ակախված, որ մենք իրենց աջակցենք անգամ թեկուզ հոգով, էլի, ուրիշ ինչ անենք։ Ես ինքս որ իմանայի ինչ անել, կանեի, էլի։ Չգիտեմ, ուրիշ բան չեմ կարող ավելացնել, իրանք կստանան ըստ արժանվույն բոլորը, կյանքը դեռ չի ավարտվում դրանով, էլի, շնորհակալ եմ։ Չի կարող զրկել ֆինանսական աջակցությունից, որովհետև արդեն կենտրոնական բանկը ամրագրել է ու ձեզ գաղտնիքի առումով մի բան ասեմ, երեք դիմել են նայել ենք փաստաթուղթը, արդեն ֆիքսած է, որ Արցախի հանրապետության կառավարություն, այսի փաստաթղթում, իրավաբանական փաստաթղթում, պայմանագրում ֆիքսած է, որ Արցախի հանրապետության կառավարության որոշման հիման վրա, այսինքն ինչ է դուրս գալիս, սովորական բանկերը, օրինակ, չգիտեմ, Ամերիա բանկը, մյուս բանկերը, որոնք տրամադրել են այդ վարկերը, բանկերը արդեն ֆիքսել են, որ նման կառավարություն գոյություն ունի եւ ուղղակի լուծարել անհնար է, որովհետեւ պաուստային ֆոնդեր պետք է ստեղծեին այդ բանկերը, որոնք պաուստավորում են կենտրոնական բանկում եւ կենտրոնական բանկի վերահսկողությունը պարտավոր էր նայել այդ փաստաթղթերը հիմա որ թերթեք, իհարկե ես մի հատ Արցախցու փաստաթուղթ եմ նայել, այնտեղ հստակ դրված է, որ ընդունում են Արցախի կառավարության այսինչ որոշումը եւ եթե այսօր պատճառաբան են, որ Արցախի կառավարություն չկա, որի որոշումը չեն կարող կատարել, ապա մեր կենտրոնական բանկը, քանի որ ել եմ ասում պաուստային ֆոնդ է ստեղծում, պարտավոր են այդ պրիտոմ դա երկարատև գործընթաց է, այսինքն կառավարությունը միանգամից չի ընդունել այդ փաստը, նա 15-20 տարվա ընթացքում պետք է այդ մարումները կատարի, նրանք արդեն կենտրոնական բանկի պաուստային ֆոնդի չեմ կարծում, որ դա այնքան մի հատ ահռելի անհասանելի գումար է, որը չեն կարող, արդեն կարա չմնա բեռը մեր կառավարության վրա, կարա մնա կենտրոնական բանկի շահույթների վրա, որը որ իրանք փաստաթուղթը նայեցին ու չտեսան, այդ մասը չտեսան։ Իսկ այդ դեպքում ինչու են արցախցիները բողոքի ակցիաները անում։ Որտեվ ես գտնում եմ համապատասխան լավ մասնագետներ չկան, համապատասխան լուրջ իրավաբան, ֆինանսիստներ չկան, ստե երկու մասնագիտություն է միաժամանակ մեջը մտած իրավաբանական աուդիտ ավելի շի, այ որ աուդիտորները նայեն ու իրավաբան աուդիտորներ կան, բայց շատ քիչ են ու այդ թանկ ծառայությունը պետք է դիմեն իրավաբան աուդիտորներին, այնտեղ կտեսնեն, որ կառավարությունն էստե անելիք չունի, այսինքն պարտավորությունը մնալու է ՀՀ կենտրոնական բանկի վրա եւ կենտրոնական բանկը արդեն կտա հատուցում։